ԵԱԿ Մինսկի համանախագահները Վիեննայում համատեղ հանդիպումից հետո եղել են Ադրբեջանում, Ղարաբաղում եւ այսօր ասուլիսով հանդես եկան նաեւ Երևանում։ Այդ հանդիպումների արդյունքում եկել են հետեւության, որ կողմերը պատրաստվում են պահպանել Մոսկվայում ձեռք բերված զինադադարը։ Наша основная задача заключалась в том, чтобы Մեր հիմնական խնդիրն էր կողմերին աջակցել իրավիճակի կարգավորման հարցում, ինչպես նաև քայլեր ձեռնարկել, որ ռազմական գործողությունները չկրկնվեն։ Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ենթադրում հետաքննության անցկացում, թե ով է առաջինը սկսել կամ ով է պատասխանատու տեղի ունեցածի համար։ Наш мандат не входило проведение расследования, кто первый начал и кто ответственный за происшедшее. Խաղաղության պահպանման համար հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է, այդ նպատակով քննարկումները շարունակվելու են, որից հետո մեկ շաբաթից համանախագահները կրկին կհանդիպեն։ Պատասխանելով հարցին, թե այժմ բանակցությունների սեղանին ինչ փաստաթղթեր է դրված եւ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկել է թե ոչ, դեսպան Պապովը պատասխանեց. Лавров неоднократно говорил, что Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է, որ որևէ Լավրովյան փաստաթուղթ գոյություն չունի, կան համանախագահների առաջարկներ, որոնք տարիներ շարունակ քննարկվել են, կան մի քանի տարբերակ, սակայն դրանք բոլորն էլ հիմնված են 3 սկզբունքների եւ 6 բաղադրիչների վրա, որոնց մասին բազմիցս հայտարարել էին համանախագահ երկրների ղեկավարները՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն։ Ըստ ռուս համանախագահի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորագույն տարրերը պետք է քննարկվեն որպես ամբողջականություն եւ նրա խոսքերով խաղաղարար գործողությունը հնարավոր կլինի եզրափակիչ փուլում այն բանից հետո, երբ համաձայնագիր կնքվի։ Մինսկի խմբի համանախագահները անհասցե վրդովմունք հայտնեցին ծովածների մարմինների անդամահատման փաստի հետ կապված, առանց անդրադառնալու նաեւ այն հայտարարություններին, որ ադրբեջանական զորամիավորումների շարքում եղել են նաեւ ահաբեկչական խմբավորումների անդամներ։ Մենք հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ ուղարկել ենք նրանց բոլոր տվյալները ճշտելու համար։ Մենք այս հարցը բարձրացրել ենք մայրաքաղաքներում, այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Պատասխանելով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին դեսպան Պապովը ասաց. Մենք բազմիցս ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հատկապես որ նախկինում մասնակցել են։ Արդյոք չի քննարկում Մինսկի խմբի կողմից Թուրքիային դուրս թողնելը հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ հարցին նախ որոշեց պատասխանել ռուս համանախագահ, ապա մի պահ մտածելուց հետո խոսքը փոխանցեց ամերիկացի գործընկերոջը։ Վիեննայում մի քանի օր առաջ վերջին շրջանում առաջին անգամ ընդունվեց խիստ հայտարարություն, կողմերին կոչ անելով զսպվածության, հրադադարի պահպանման, անհապաղ բանակցային գործընթացի ձեռնարկման։ Եկեք հստակ լինենք, Թուրքիան միացավ այդ հայտարարությանը, իր ստորագրությունը դրեց այդ հայտարարության տակ։ Պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր երկրների, այդ թվում Թուրքիայի հետ։ And supporting the work of the co-chairs. Համանախագահները նշեցին նաև, որ այս պահին ամենակարևոր հարցը, որ պետք է լուծվի զոհվածների դիակների վերադարձն է։ Ինչպես նաև համանախագահները վերահաստատեցին, որ իրենց օրակարգում շարունակում է մնալ շփման գծի ողջ երկայնքով հետաքննման մեխանիզմների տեղադրման հարցը։ Նշենք, որ ասուլիսին զուգահեռ տեղի էր ունենում բողոքի ակցիա ուղղված ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ցուցարարները պահանջում են միջազգային կառույցներին դադարեցնել անհասցե հայտարարությունները եւ պատժիչ միջոցներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ԼՂՀ-ին ներգրավել որպես բանակցային կողմ։